Թրամփը շնորհավորում է բոլորիս։ Իսրայելի եւ Իրանի միջև կլինի լիակատար հրադադար, որը 24 ժամը լրանալուն պես պետք է դառնա 12-օրյա պատերազմի ավարտը։ ԱՄՆ նախագահը, որ գիշերվանից X-ի ամենաակտիվ օգտատերն է, խնդրում է չխախտել հրադադարը։ Հուսով եմ այլևս ատելություն չի լինի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Իրանին մեզ նախապես զգուշացնելու համար, որպեսզի զոհեր կամ վիրավորներ չլինեն։ Հնարավոր է Իրանը հիմա կարողանա շարժվել դեպի խաղաղություն եւ ես ողջավորությամբ կխրախուսեմ Իսրայելին անել նույնը։ Թրամփը շնորհակալություն է հայտնում Իրանին, որ նախապես զգուշացրել էր հարվածելու է Քաթարում ԱՄՆ ռազմաբազային։ Իդեպ հետաքրքիր է, որ Իրանի արձակած հրթիռների թիվը համապատասխանում է այն ռումբերի թվին, որոնք Միացյալ Նահանգներն էր նետել Իրանի վրա։ Մինչ Թրամփը գովաբանում է իր հրադադարի գործարքը, լուրեր են ստացվում Իրանի եւ Իսրայելի կողմից նոր հարվածների մասին։ Իրանը հարվածել է Բեերշեբայի բազմահարկ շենքին, զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ թարմացվում է։ Արտգործնախարար Արաղչին գրել է, որ ռազմական գործողություններն Իսրայելի ագրեսիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն, առավոտյան ժամը 4-ը։ Այնուամենայնիվ, եթե Իսրայելը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ ոչ ուշ, քան Թեհրանի ժամանակով ժամը 4-ը, մենք մտադրություն չունենք շարունակել մեր պատասխանը դրանից հետո։ Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալը հայտարարել է, որ Իրանը ավելի ջախջախիչ պատասխան կտա Միացյալ Նահանգներին, եթե Վաշինգտոնը կրկին հարձակվի Իրանի վրա։ Մենք զգուշացնում ենք հիմար ամերիկացի նախագահին, եթե նա կրկնի իր ագրեսիան Իրանի դեմ, կստանա ավելի ջախջախիչ եւ ցավալի պատասխան, որը դաս կլինի պատմության համար։ Իրանի երեկվա հարվածներից հետո դեպի Դուբայ եւ Դոհա մեկնող առնվազն 26 թռիչք վայրեջք է կատարել այլ օդանավակայանում, իսկ այսօր Բահրեյնը եւ Քուվեյթը բացել են իրենց օդային տարածքը։ Վաղ առավոտյան էլ հայտնի դարձավ, որ նաեւ Իսրայելն է բացել իր օդային տարածքը թռիչքների համար։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։